մի պահ իբրե մարդկանց ոտքի վարելու համար սկսեցին ասենց աչուձախ հերոսների կոչումներ բաժանել։ Նահանջող բանակի հրամանատարները ստանում են հերոսների կոչումներ։ Դա լուրջ, դուք մտածում եք, դուք դրանով խրախուսում եք մարտունակությունը, դուք խրախուսում եք պարտությունը դրանով։ Կարող է առաջի գծի զինվորը, կարող է առաջի գծի վաշտի հրամանատարը ստանալ հերոսի կոչում։ Բայց ուղղության պատասխանատուն, որը նահանջում է ամեն օր, ստանա հերոսի կոչում, դուք ի՞նչն եք խրախուսում։ Իսկ դուք նաև նշեցիք այն ստերի մասին, որոնք հնչում էին։ Այդ սուտը քայքայում էր բանակը։ Եվ այդ սուտը, ասեմ, իմ կարծիքով հիմնական պատճառն էր շատ մեծ քանակի դասալիկների։ Մարդիկ առաջի գծում տեսնում են ինչ է կատարվում, զանգում են իրենց հարազատներին, հարազատները ուրախ են, որ մենք հաղթում ենք։ Ասենց հեսա գետաշենն ենք վերցնում։ Սա ավելի մեծ անվստահության մթնոլորտ ձևավորելու ուղղակի տարբերակ չկար։ Ես համեմատեմ առաջի պատերազմի հետ։ Երբեք սուտ ինֆորմացիա չի եղել։ Եթե կորցրել ենք մի շրջան կամ մի գյուղ, հայտարարել ենք, ասել ենք, բոլորը դա գիտեին դրա մասին։ Բայց ամբողջությամբ տեղեկատվական դաշտը Հայաստանում վերցնել կոնտրոլի տակ եւ 44 օր ստերով կերակրել մեր ժողովրդին, դա հանցագործություն էր։ Երևանում այդպես էլ մարդիկ, այսպես այդ տագնապի զգացողությունը չունեցան։ Նույնիսկ դիակներ էին ուժ բերում։ Այդ մեքենաներում սպայկայի հավաքում էին, չէին բերում, որ ստեղ շատ չտարածվի, որ այդ սուտը չբացահայտվի։ Ասեմ, պատերազմի լավ բառ չեմ միգուցե օգտագործում, բայց այդ պատերազմները, ասած մենեջմենտի կառավարման կարիք ունի։ Բոլոր ուղղություններով դա ծախողված էր։ Հիմա կրկնեմ, դա փորձի բացակայությունն էր, այլ քաոտիկ մտածելակերպի, երեկոյան մի բան մտածես, գիշերը մի ուրիշ բան անես, առավոտյան մի ուրիշ բան, դա բնորոշ է այսօրվա ղեկավարին եւ սա միայն քաոս էր ստեղծում բոլոր ուղղություններով։ Բոլոր։ Դուք 2 շաբաթ մոտավորապես Արցախում էիք։ Այո։ Մնացած օրերի ընթացքում որտեղ եք ու ինչ էիք անում եւ մասնավորապես փորձել եք արդյոք ռուսական կողմի հետ գուցե ինչ-որ բան խոսել, իրենք ինչ էին մտածում այդ օրերի ընթացքում։ Նայեք, ես վերադարձել եմ Հայաստան մեկ պատճառով։ Մենք այնտեղ նստում ենք, հասկանում ենք, որ ուղղակի պիտանի չենք, որովհետեւ ոչ մեկ մեր կարիք չունի։ Իսկ մեր առաջարկը եղել ամեն մեկ մի ուղղություն վերցնի եւ փորձի այդ ուղղությամբ օգտակար լինի։ Ուղիղ 2 շաբաթ։ 2 շաբաթ փորձում էինք ինչ որ Փորձում էիք ելով էր ձեզ հետ։ Նախկին նախագահներ։ Այո, անտեղ եւ երրորդ նախագահներ, որը այդ փորձը ունի, Բակո Սահակյաններ, Արկադի Ղուկասյաններ, մենք ուղղակի անճարության մի զգացողություն էր, որ դու տեսնում ես, որ ամեն ինչ կորցնում եք, քո հայրենիքդ կորցնում ես, չի արվում գրեթե ոչինչ կամ արվում է լրիվ սխալ տարբերակներով եւ քո աչքիդ առաջ ասենց քայլ առ քայլ ամեն ինչ կորցնում ես եւ չես կարող որևէ կերպ ազդել process-ի վրա։ Դրա համար թողել եք ելը։ Որ չտեսնեք ուղղակի ինչա տեղի։ Չէ, որտեղ դու անիմաստ ընդ նստած ես։ Հավաքում ենք ինչ որ մտքեր փոխանակում, մտքերի փոխանակում եւ այլ, բայց անիմաստ ուղղակի բան էր, ժամանց, որը միայն ասենց շատ բացասական էմոցիաներ էր մարդու մոտ ուղղակի առաջացնում, դեղորում, պրոբլեմային էր։ Եվս մեկ հանգամանք պատերազմի հենց 2-3 օրը Ղարաբաղից տեղահանեցին ամբողջ բնակչությունը։ Նույնիսկ խորքի այն գյուղերից, որտեղ դրա կարիք չկար։ Եվ սա խոչապի եւ Ղարաբաղը հանձնելու, այսպես ասենք, տրամադրությունը ձևավորել։ Անիմաստ։ Պետք էր որոշակի մարդկանց տեղահանելու
խնդիր ուծել, բայց ոչ թե այն, ասենց տոտալ թիկունքը բացելու առումով։ Իհարկե, սա խնդրեմ է։ Ես փորձել եմ հասկանալ, թե ես արդեն ասացի դա, թե այդ քայլերից մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս, կարող է ես եմ սուբյեկտիվ։ Լավ, ի՞նչն են ճիշտ արել։ Ոչինչ։ Հիմա խոճապի մեջ էին, չէին հասկանում ինչ անել։ Սա նույն դեպքն է, երբ մարդիկ չգիտեն ինչ անել, որովհետև իրենց կյանքում նման իրավիճակներ չեն տեսել, բայց նաև չեն ուզում լսել այն մարդկանց, ովքեր նման վիճակներ տեսել են, կառավարել են եւ հաջողության են հասել։ Եվ այս երկու հանգամանքը եւս իրար հանդիպեցին եւ ունեցանք այն ինչ ունենք այսօր։